Դեռևս դեկտեմբերի 3-ին Արմլու լրատվականը գրել էր, որ Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանում ուսանողուհիները ծեծել են միմյանց։ Արմլու լրատվականի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ որոշում է կայացվել համալսարանից հեռացնել ուսանողուհիներին։ Նախօրեին աղջիկներին տեղեկացրել են, որ համալսարանից հեռացված են։ Հիշեցնենք, որ Արմլու լրատվականի աղբյուրները փոխանցել էին, որ ծեծկռտուքը եղել էր լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհիների միջև։ Բանն այն է, որ ծեծվող ուսանողը նոր էր հեռակա համակարգից տեղափոխվել առկա ուսուցման նշված ֆակուլտետի կուրսի խումբ, ու ինչ ուսանողուհին եկել էր այդ ֆակուլտետ, անընդհատ խնդիրներ էր առաջացել նրա ինտեգրման հետ կապված։ Արմլու լրատվականի աղբյուրները փոխանցում են, որ ծեծված աղջիկները նախօրեին լեզվակռիվ էին ունեցել նաև իրենց ուսանողական չաթում։ Դրա մասին տեղյակ էր եղել նաև լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Սարգսյանը։ Չաթի լեզվակռիվն առաջացել էր ուսման տարբեր հարցերի հետ կապված, իսկ դեկտեմբերի 3-ին արդեն լսարան մտնելու ժամանակ նույն աղջիկները ուսով դիպչել էին իրար, մեկը մեկին չէր զիջել ու բոլորի ներկայությամբ սկսվել էր խայտառակ հայհոյանքներ հնչել, միմյանց հրել, մաս պոկել, ծեծել միմյանց։ Այնքան էր թեժացել իրավիճակը, որ խառնվել էին իրավապահ մարմինների աշխատողներն ու ձերբակալել աղջիկներին։ Ի դեպ, ծեծվածներից մեկը նույն ֆակուլտետից չէր, օգնության էր հասել ծեծվող քրոջը ու միջադեպի մասնակից դարձել։ Տեղեկացանք, որ ուսանողուհիները բոլորը հեռացված են համալսարանից։ Ի դեպ, դեկանը որևէ ձևով նկատողություն կամ պատիժ չի կրել տեղեկացված լինելու ու միջադեպը չկանխելու համար։ Հեռացվել են միայն ուսանողուհիները։